Տիկին Աղաջանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար։ Ես եմ շնորհակալ։ Որոնց հետ կապված հետաքրքիր է լսել նաև ձեր գնահատականները եւ այսպես Ալիևը ստեղծում վերահաստատում է իր նախորդ հայտարարությունները, բայց սա այն իրականության մեջ, երբ Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրությանը կերակրել, որ խաղաղություն է բերել։ Այն է, որ քարտեզների վրա գոյություն չունի Սևանալիչ, կա Գյորջա, ինչպես իրենք են անվանում, իրենք վախենալու չեն եւ իրենք վերադառնալու են իրենց պատմական հողեր, ասում է Ալիևը, եւ նաեւ ըստ այս ամենի նախերգանքը եղավ օրերս ադրբեջանցի падգամավորի այն հայտարարությունը, որ եթե մի օր Ադրբեջանի առաջնորդի ելույթը լսեք Երևանից, իմացեք, որ դա բացառիկ եւ պատմական իրողություն է այն մասով, որ Ալիևը վերադարձել է Հարավային Կովկասը Պետրոս Առաջինից։ Խնդրեմ այս մասով ձեր գնահատականը, եւ նաեւ ասում եմ հայերը պետք է այլևս եթե ուզում են խաղաղություն, հարմարվեն այն իրողությանը, որ կա իրական Հայաստան եւ որը կապ չունի ծովից ծով, մեծ հայք այդ Հայաստանների հետ։ Համեցեք։ Տեսեք, Ալիևի եւ խոսույթը եւ դրա ժամանակը եւ արտահայտչան ձևերը մենք պետք է հասկանանք ընդհանուր իրադարձությունների զարգացման ու դրանց տրամաբանության մեջ։ Եթե մենք հետևած լինենք նրա խոսույթին փաստացիորեն 20 թվականի պատերազմից հետո այն չի փոխվել։ Պարզապես պարբերաբար որոշակի դրույթներ մեջտեղ են ելել, ավելի շեշտադրվել են եւ դա նաեւ իր հստակ քաղաքական նպատակներն է հետապնդել։ Կոնկրետ այս պահին Ալիևի նմանատիպ հայտարարությունները նախ Զանգեզուրի միջանցքի խոսույթի շարունակումը ադրբեջանցիների իբրև թե վերադարձի իրավունքի մասին խոսելը, որը ես բազմիցս կրկնել եմ, նորից շեշտեմ, դա որևէ իրավական հիմք չունի եւ որևէ քաղաքական հիմք չունի, բացի այն բանից, որ ներկայիս իշխանության ղեկին նստած անձնավորությունը այդ առումով հանձնառություններ ունի, որի վերաբերյալ մենք նաև լսել ենք հենց իրենց շրջանակներից մարդկանց արտահայտություններ, որոնք բացահայտել են, որ ժամանակին ամերիկյան բանագնացը փորձում էր մեր քաղաքասարակություն ներկայացող, բայց իրականում քաղաքացիական պայմանագրի թեզերը հանրության մեջ շրջանառող եւ մարդկանց ուղեղներում զետեղելու գործընթացին լծված մարդկանց համոզելու, որ ադրբեջանցիների վերադարձը դա պահանջված խնդիր է։ Մենք չմոռանանք, որ Եվրամիության դիտորդները իրենց դիտորդական առաքելությունը սկսելուց կարճ ժամանակ անց անցնում էին գյուղերով եւ ցուցակագրում էին կամ այսպես ասած փաստահավաք գործողություն էին կատարում այն բնակավայրերի առումով, որտեղ նախկինում բնակվել են ադրբեջանցիները։ Նորից հիշեցնեմ, որ ադրբեջանցիները այստեղից գնացել են առանց որևէ պարտադրանքի, իրենց իսկ հայրենի երկրի հայրենիքի, այսպես ասած, ղեկավարության թելադրանքով եւ պարտադրանքով իրենց ունեցվածքը ամբողջովին իրենց հետ տարել են, իրենք իրենց տները, բնակարանները փոխանակել են կամ վաճառել են գնալուց առաջ, իսկ այն փոքր տոկոսը, որը չէր վաճառել, փոխհատուցում է ստացել 72 միլիոն ռուբլու չափով Հայաստանի ԽՍՀ ուրեմն բյուջեից եւ այս առումով նրանք ոչ սեփականության իրավունքի հավակնություններ կարող են ներկայացնել, ոչ որևէ տեղ վերադառնալու եւ վերադառնալ բառը ես շեշտում եմ իրավական հիմքեր կարող են ներկայացնել։ Մենք հասկանանք, որ այս խոսույթը մեջտեղ է բերվել առաջինը ժամանակին դա արվում էր, որպեսզի փախստականների հարցը ընդհանրապես փակվի եւ այդ սպառնալիքի ներքո կարողանան կոծկել Արցախից բռնագաղթած կհիշեք պատերազմից հետո բավականին մեծ թվով մարդիկ էին բռնագաղթել նրանց հետ կապված խնդիրների բարձրաձայնումը միջազգային ատյաններում եւ հետագայում արդեն նաեւ Արցախի հայաթափումից հետո ընդհանրապես Արցախի վերահայեցման գործընթացի հետ կապված որևէ խնդրի իրականացում եւ այսպես ասած Ադրբեջանի կողմից էթնիկ զտման միջոցով իրականացված ցեղասպանական գործողությունների պարտակմանն են ուղղված։ Դա մի ասպեկտն է։ Մյուս ասպեկտը, որի հանձնառությունը ունի այս իշխանության ղեկին նստած անձը եւ հերահար նպատակն է
թուրք-ադրբեջանական այս ծրագրի իրականացման, ընդհանրապես Հայաստանը հայապատկանությունից վերացնելն է, այսինքն այստեղ ժողովրդագրական պատկերի արագ փոփոխման արդյունքում սա ընդհանրապես իրենց համար դարձնել թուրքական տարածք եւ դրանով փակել հայկական հարցը մեկընդմիր։ Սա երազանքն է, որով տոգորվում է այսօրվա Թուրքիայի գլխին նստած անձնավորությունը։ Երրորդ խնդիրը, որ իրենք այս պարագայում լուծում են, դա ընդհանրապես հային Հայաստանում հպատակեցնելու, սրկացնելու գործընթացն է, եւ այդ վախի մթնոլորտի շարունակական արծարծմամբ նրանք փորձում են նաեւ արդեն 4-րդ ասպեկտը ապահովագրել իրենց համար երկնքից ընկած մանանայի դիրքում հանդես եկող ղեկավարության փաստացի վերընտրությունը, որ հաջորդիվ նա կարողանա իր իսկ ստանձնած հանձնառությունները, որը մինչ օրս դեռ չի հասցրել իրականություն դարձնել, դա իրականություն դարձնել, որի արդյունքում, այսպես ասած, 4-րդ հանրապետություն կոչվածը կստեղծվի, որը կդադարի հայկական լինելուց եւ հայկական ինքնության մաս լինելուց, այսինքն այս հեռահար նպատակների սպասարկման համար է մեջտեղ բերված արհեստական իրական Հայաստան խոսույթը, որի նպատակը ընդհանրապես հայ ժողովրդին ամնեզիայի ենթարկելն է, նրա պատմությունը, հայրենիքի մասին իմացությունը, նրա հայրենիքի հանդեպ կարոտը, ընդհանրապես սեփական հազարամյակների ժառանգության պահպանման հետ կապված խնդիրների արծարծումը, պահանջը, դրանք ընդհանրապես ոչնչացնելու եւ դրանք չգոյության ենթարկելու։ Ինչ վերաբերում է Ալիևի կողմից մեր ուրեմն հայրենիքի տարբեր տեղանունների թուրքական տարբերակների օգտագործման, կարծում եմ այստեղ մասնագետները շատ լավ ներկայացրել են ժամանակին, թե ինչպես են այդ անունները խեղվելով, ձևախեղվելով դարձել իբրև թե թուրքական, շատ հաճախ նույն, ասենք, թաթարների կողմից իրենց լեզվական առանձնահատկությունից ելնելով, հայկական անունների օգտագործման բարդությունից ելնելով, դրանք իրենց արտասանական համակարգին համահունչ դարձնել, դրանով այդ անունները չեն դադարում հայկական լինել։ Իսկ ինչ վերաբերում է իրենց երկարատև եւ տառապագին պեղումների արդյունքում 20-րդ դարի սկզբի ինչ-որ քարտեզի մեջբերմանը, ապա հիշենք, որ իրենք միայն 100 տարվա պատմություն ունենալով շատ հեռուն գնալու կարողություն անգամ չունեն, հետեւաբար իրենց սկզբնակետը այդ իրենց պատմության սկիզբն է եւ անգամ այդ պարագայում նրանք ձևախեղված են ներկայացնում, որտեղ բուն քարտեզը ներկայացնում է թե այսպես կոչված փաստացիորեն Սևանա լճի թարգմանված տարբերակը որպես անուն եւ Սևանա հենց տարբերակը այն ինչ որ ժամանակին օգտագործվել է, բայց մենք հասկանանք մի բան, Ադրբեջանում սա քաղաքականություն է եւ սա քաղաքականությունն է առաջինը իրենց ժողովրդին համոզելու, որ իրենք ինչ որ պատմություն ունեն, իրենք 36 թվականից առաջ ինչ որ բան են եղել իրենցից եւ ինչ որ հիմքեր ունեն հավակնություններ ներկայացնելու, երկրորդ այդ հավակնությունների թիրախ դարձնել Հայաստանը առաջին հերթին եւ ոչ միայն Հայաստանը, մենք գիտենք որ նրանք հավակնություններ ունեն նաեւ Վրաստանի որոշակի հատվածների հանդեպ եւ նաեւ այս պանթուրքական, պանօսմանական այս ծրագրի շրջանակներում նաեւ մաս է կազմում այդ իրենց թուրքական ազդեցության տարածման միջոցով քաղաքական խնդիրների լուծման։ Հասկանանք ինչու է Ալիևը հիմա սա ասում, որովհետև այսօրվա մեր իշխանության ղեկին նստած անձի վարկանիշը վաղուց արդեն գետնատարած է եւ նրա ինչ որ մի օժանդակություն ցուցաբերելու համար նա օգտագործում է այն գործիքակազմը, որը ինքը շատ լավ տիրապետում է, որին ինքը շատ լավ տիրապետում է եւ դա վախի սերմանման միջոցն է եւ օժանդակելու խոսույթի ձևով այս իշխանության տարբեր ներկայացուցիչներ, երբ որ մեզ փորձում են ասել, դե հո տանկերով չասեց, որ գալու է մեքենաներով են գալիս, այսինքն իբրև թե լավ բան է ասել, մի հատ էլ
հա, մի հատ էլ այսպես փափուկ բարձ են դնում, թե մեքենան ընդհանրապես գալու իրավունք չունեն։ Եթե նրանք որպես զբոսաշրջիկ պիտի գան գնան, նրանք արդեն գալիս ու գնում են։ Դրա համար ինչ-որ քաղաքական հանձնառություններ պետք չեն։ Բայց այն նպատակը, որը հետապնդում է Ալիևը, դա ընդհանրապես առաջին հերթին ամբողջությունիկը, իսկ հետագայում նաև Հայաստանը ամբողջովին թուրքացնելն է, եւ այս պարագայում նրանք եւ քարտեզներն ունեն, որը ժամանակին տարածել են եւ շատ իրենց ռազմական գործողությունների ժամանակ որպես առաջնորդող էին օգտագործում, թե իրենք հետևողականորեն, այսպես ասած, Արևմտյան Ադրբեջան կոչված արհեստածին միավորն են ստեղծել փորձելով ինչ-որ իրավական հիմքեր ստեղծել, իսկ այսօր էլ փորձում են, այսպես ասած, էլի հավասարության նշաններ դնելով ստիպել ժողովրդին, որ դադարեն Արցախի մասին խոսել եւ Արցախի հայերի հավաքական վերադարձի մասին խոսել, որը միջազգայինորեն ամրագրված իրավունքն է եւ անօտարելի իրավունք է արցախահայերի համար, որը իրենցից ոչ մեկ չի կարող խլել։ Կարող են փորձել Գիտեք, իրենց համար կոնֆլիկտը չի վերացել, կոնֆլիկտը շատ ավելի խորացել եւ շատ ավելի ընդգրկուն է դարձել, իսկ ինչ վերաբերում է վերադարձին, մենք հիշում ենք, որ ժամանակին իրենք Լաչինի Միչանցկի հետ կապված էլի հավասարության նշան էին դնում Զանգեզուրի Միչանց կոչվածի հետ եւ ասում են եկեք այդ հարցը չբարձրացնենք, որպեսզի այսպես ասենք չեզոքացնենք Զանգեզուրի Միչանցկի խոսույթը, մենք հասկանում ենք, որ դա ընդհանրապես ստրատեգիական, այսպես ասած, քայլերի հաջորդականություն է, ժողովրդին որոշակի էտապում կարճաժամկետ ինչ որ համաձայնություն փոխելու կամ գոնե լրելային, հա, ըմբոստություն չստանալու եւ արդյունքում իրագործելու ել եմ կրկնում այն բոլոր հանձնառությունները, որոնք իրենք ունեցել են իշխանության գալուց առաջ եւ որոնք իրենք հետեւողականորեն այս 7 տարիների ընթացքում իրականացրել են ամեն մի քայլին իրավիճակից ելնելով իրենց թաթերական բեմականացումներով, խոսույթը հարմարեցնելով, այսպես ասած tuning անելով իրենց մոտեցումներն ու խոսույթը, որպեսզի սղացնեն այդ երևույթները եւ հետո հանրությանը փաստի առաջ կանգնեցնելով ասեն դե ինչ անենք, ով մենք չենք պատերազմելու։ Այսինքն մենք հասկանում ենք, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը դավադիր ծրագրի մասնակից է, դավադիր ծրագիր, որի վերջնանպատակը մեր հայրենիքի ոչնչացումն է, Հայաստան որպես երևույթ, որպես հայի գերականության պետություն եւ հայրենիք ոչնչացումն է եւ դրա հպատակեցումը եւ ստերկացումը ժողովրդի թուրք-ադրբեջանական տանդեմին ու դրա քմահաճույքներին։ Հիմա թմկահարում են այդ ցորենի, այսպես ասած, գալու հետ կապված, ցորենը այսպես համաշխարհային մի հատ պտույտ է կատարել գալուց, անցնելով Ռուսաստանով, հետո մտնելով Ադրբեջան, հետո մտնելով Վրաստան եւ նոր հասնելով Հայաստան։ Այսինքն մենք դեռ պետք է հասկանանք, թե այդ ցորենը իր ինքնարժեքով որքան է բարձրացել այդ համաշխարհային պտույտը կատարելուց հետո եւ եթե իրենք փորձում էին այդ փաստացիորեն ճանապարհը որպես այլընտրանքային ներկայացնել Ռուսաստանից ցորենի ներկրմանը կներեք, բայց էլի նույն ճանապարհով է անցնում էլի նույն Ռուսաստանով, այսինքն այստեղ այլընտրանքի մասին չկա խոսք, բացի նրանից, որ ֆինանսապես եւ տնտեսապես դա շատ ավելի թանկարժի, քաղաքականապես շատ ավելի վտանգավոր է, անվտանգային առումով բազում հարցեր է առաջացնում, ես մի անգամ նշել եմ նաև այդ Ադրբեջանի տարածքով տարանցման պարագայում արդյոք այդ ցորենը իր որակական առումներով փոփոխության չի ենթարկում մինչև մեզ հասնելը, որը հետո առողջապահական հազարու մի խնդիր կարող է առաջացնել մեր ժողովրդին։ Մենք չմոռանանք, որ Ադրբեջանը չի խորշել ժամանակին ոչ ջրերը թունավորել, մենք Չէ, վերջերս էլ ինքը մեր ջրային, այսպես ասած, առուների գլխներին նստելով վիշապի պես փորձում է նաև վերահսկել ու եթե ձեռքը բռնող չլիներ, նա վաղուց արդեն այդտեղի բնակչությանը երևի թե թունավորած կլիներ։ Մենք չմոռանանք, որ նույն ֆոսֆորային զենքերը օգտագործեցին, որը նույնպես թունավորում է բնությունը, բացի նրանից, որ այրում է ամբողջը, այլև նաև թունավորում է, եւ մենք ունեցել ենք նաև Թուրքիայի նախադեպը 90-ականների սկզբին, երբ որ ռադիացված փաստացիորեն
մթերք էինք եւ ապրանք էինք ստանում Թուրքիայից, որի հետևանքները մենք տեսնում ենք այսօր քաղցկեղի աննախադեպ թվերի եւ դրսեւորումների աճով։ Այսինքն մենք բազմաթիվ հարցեր ունենք, իսկ այս իշխանությունների պարագայում մենք չունենք որևէ վստահություն, որ իրենք ժողովրդի շահից առաջնորդվելով կարող են կանխարգելիչ կամ որևէ ուրեմն զսպիչ դեր կատարել զուտ իրենց քաղաքական նպատակները եւ ծրագրերը սպասարկելու համար կուլ տալով ամեն ինչ եւ կոծկելով ամեն ինչ։ Ես ինքս ժամանակին, երբ որ պատերազմի ժամանակ ադրբեջանական թե ահաբեկչական, թե պատերազմական հանցագործությունների մասին տվյալներ էի պահանջում, ինձ շատ մի քանի անգամ պատասխանել են, որ նպատակահարմար չեն գտնում այդ տվյալների բացահայտումը եւ դրանց հիման վրա տարբեր ուրեմն միջազգային ատյաններ դիմել է եւ համապատասխան բանաձևեր ընդունելու միջոցով ադրբեջանական կողմին պատժի ենթարկել է։ Սա եւս մի ցուցիչ է, որ այս իշխանությունները հստակ գիտակցաբար գնացել են այդ քայլերին դավադիր ծրագրին մաս լինելով։ Երևի թե ադրբեջանական քայլերի առումով այսքանը նշեմ, որ Ադրբեջանը այսօր աստիճանաբար կորցնում է նավթից իր եկամուտների ուրեմն եկամուտներով բյուջեն լցնելու հնարավորությունը, որը բնականաբար ազդելու է նաև հետագայում իր ռազմական գնումների վրա եւ իր պետությունը պահելու, որը հղի է ներքին մեծ ցնցումներով, քանի որ այդ էլիտար զանգվածը մասնեմաս է անում նավթադոլարները եւ դրա պակասի դեպքում իրենք սկսելու են իրենց ներքին գզվռտոցով իրար ուտել։ Եվ այս պարագայում նրանք այլ ռեսուրսային աղբյուրներ են փնտրում, այդ թվում նաև որպես տարանցիկ պետություն իրենց ազդեցությունը պահելու նպատակով։ Այդ ազդեցության մի մասն եղել ռուսական գազի տեղափոխումը, որը հիմա երկրորդային սանկցիաների պատճառով բարդանալու է, եւ Ադրբեջանի նավթի հետ կապված վերջին զարգացումները կհիշեք հունիսից սկսած, երբ որ անորակությամբ եւ վտանգավորության պատճառով նրա գները իջել են, եւ նա փորձում է տարբեր տարանցման միջոցներով միջինասիական բեռների տեղափոխման համար դառնալ նախընտրելի ճանապարհ եւ նախընտրելի ուղղություն, բայց հաշվի առնելով այդ երկրի եւ նրա վերնախավի ընդհանրապես գործունեության ոճը, ես վստահ եմ, որ միջինասիական երկրները բացարձակապես ցանկություն չունեն ադրբեջանական քմահաճույքներից կախվածության մեջ լինել, ուղղակի ներկա պահին որպես թուրքական կազմակերպության անդամ երկիր իրենք այսպես կողքից այլընտրանքային լավություն են անում, փորձելով ժամանակ շահել հետագա զարգացումներում իրենց դիրքերը ապահովագրելու համար, բայց ամենևին չհեռանալով հակառակը ավելի խորացնելով Ռուսաստանի հետ, Չինաստանի հետ իրենց հարաբերությունները եւ այլընտրանքային ուղիներով դեպի ասիական շուկաներ իրենց ճանապարհները բացելով, շատ լավ հասկանալով, որ արևմտյան դաշտը արդեն այսպես անկման կորի վրա է, գնալով այդ անկումը արագանալու է եւ իրենք այդ ժամանակը պիտի օգտագործեն ապահովագրելու իրենց տնտեսությունները այդ անկման շատ բացասական հետևանքներից։ Տիկին Աղաջանյան, որ իրենք անընդհատ կերակրում են հասարակությանը, որ Թրամփի թղթով խաղաղություն են բերել, մենք այսօր տեսնում ենք նույն այդ Թրամփի թուղթը Նետանյահուն ինչ սարքեց, ըստ օգտագործված զուգարանի թուղթն եւ շարունակում են կպատերազմը այս ցեղասպան։ Խնդրեմ ես մասով ձեր տեսեք, եթե ինչ կանի Ալիևը այս պարագայում։ Գիտեք, Թրամփի թուղթը նույն Ալիևն է սարքել այդ նույն նպատակի օգտագործման եւ մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ Թրամփի մոտ իրենց ստորագրությունը, ինչպես նշել եմ նաեւ այստեղ, մի քանի խնդիր էր լուծում, առաջին իրենց համար պետք էր հանձնառություն ստանալ 907 բանաձևի հետ կապված եւ տպավորություն է, որ այդ առումով որևէ հաջողություն ունեն ու ես ձեզ վստահեցնում եմ, որ որևէ շարժ չկա, բացի այն, ինչը որ վերջի 20 տարիների ընթացքում եղել է, այսինքն նախագահ ուղղակի իր հրահանգով կասեցրել է ժամանակավորապես այդ բանաձևի գործունեությունը եւ ես խիստ կկասկածեի, որ ամերիկյան կողմը բաց թողներ Ադրբեջանի վրա ազդելու իր այդ մեծ լծակը համապատասխան պահին որպես դագանակ օգտագործելու համար։ Եվ այն, որ ադրբեջանական կողմը հաշվի առնելով, որ փորձում էր Բայդենի վարչակազմից
հերու փախչել եւ լավություն ներկայացնել Ալիևին, մենք հասկացանք, որ օգոստոսի 8-ի այդ բեմականացումը զուտ Թրամփի, այսպես ասած, ամբիցիաները բավարարելուն ուղղված եւ լավ Երևանուն ուղղված քայլեր էր մի կողմից, մյուս կողմից ադրբեջանական կողմը փորձում էր դուրս գալ այն ճնշման գործիքի տակից, որը սկսել էր արևմտյան կողմը օգտագործել, ստիպելով նրան Իրանի դեմ գործողություններին ավելի լայնածավալ մասնակցության գնալ եւ այս առումով Ալիևի քայլը այսպես ժամանակ շահելուն ուղղված մի կողմից Թրամփին անձնապես դուր գալու լավություն անելու, մյուս կողմից իր համար ժամանակ շահելուն ուղղված գործընթաց էր։ Այստեղ խաղաղության հոտ անգամ չկա։ Մենք լավ հասկանանք, ոչ փաստաթղթի բովանդակությունը, ոչ էությունը, ոչ դրա ստորագրման ձևն ու երաշխավորների բացակայությունը, ոչ քաղաքական իրավիճակը, ոչ ռազմական իրավիճակը, ոչ միջազգային իրավիճակը, ոչ ներհասարակական իրավիճակը։ Ես վստահ չեմ, որ կրակոցներ չկան, մենք ունենք դա հետագայում կերևա թե այս ինքնասպանություն ներկայացվող դեպքերից քանիսն են իրոք ինքնասպանություն եղել եւ քանիսը շատ զարմանալիորեն մեր զինվորները հանկարծ սկսել են իրենց դիրքերում սպանել, այո, եւ ոչ թե տարբեր ուրեմն դիվերսիաների կամ տարբեր դրվագների ներկայացում, եթե ես չեմ սխալվում, այս տարվա գարնանը, մարտի կողմերն էր, որ սահմանին էլի սրացումներ կային եւ ադրբեջանական ճնշումներն էր եւ մենք հասկանանք, որ ճիշտ նույն համաձայնությունն է, հաշվի առնելով, որ թե Ալիևի, թե Էրդողանի համար Նիկոլը ինչպես ասացի, երկնքից ընկած մանանա է եւ իրենք գիտեն, որ հաջորդող երևի թե 1000 տարվա պատմության մեջ նմանատիպ դրսևորում հայ ժողովուրդը թույլ չի տա, որ իր գլխին հայտնվի, իրենք ամեն ինչ անում են, որպեսզի կարողանան նրան պահել իշխանության ղեկին։ Ինչը ձեռնտու է այդ անձնավորությանը, որովհետև նա շատ լավ գիտի, որ պաշտոնից ազատվելու պարագայում նա անգամ իր կյանքը երաշխավորել չի կարողանալու, որովհետև վստահ եմ, որ այն ուժերը, որոնք բերել են իրեն եւ այն ուժերը, որոնք այսօր սատարում են, խոսքս արևմտյան թե կողմի մասին է եւ թուրքական կողմի մասին է, նրանց համար նա ինքը անձնապես որևէ նշանակություն չունի եւ նրանք վարկյան իսկ չեն հապաղի նրան զոհ տալու։ Մենք տեսել ենք այդ զոհ տալու դրսևորումները թե Իրաքում, թե Լիբիայում, թե Ասադի պարագայում, թե մյուսների պարագայում մենք տեսնում ենք, որ նրանք բացարձակապես խնդիր չունեն մարդուն ուղղակի զոհաբերելու, առավել ևս, որ տվյալ պարագայում նաև իրենք դրանով կվերացնեն վկայի, մի կարևոր վկայի, որը բավականին շատ տեղեկատվություն ունի եւ այդ տեղեկատվության բացահայտումը բնականաբար իրենց համար ձեռնտու չի լինի։ Այդ տեղեկատվությունը, որը օգտագործվում է որպես նաև կոմպրոմատ եւ ճնշման գործիք իր վրա, որպեսզի նա եւ իր թիմը, այո, նա եւ իր թիմը կատարեն այն բոլոր հանձնառությունները, հանուն որի նրանք բերվել են իշխանության։ Եկեղեցու դեմ իրականացվող այս հետևողական ու խայտարակ կեղտոտ արշավը իրական նպատակը որն է։ Մենք տեսանք, որ նախորդ շաբաթ ըստ էության վեհապարը ևս մեկ անգամ մայրաթորը ապտակ հասցրեց այս իշխանությանը, այն մասով, որ փաստեցին, որ բեռնազավթված հովանավանքում Վասուկ Պատարագի անվան տակ իրականացվում է սրբապիղ ծառայողակարգ, ծիսակարգ դա կարելի անգամ անվանել աղանդավորների, այս մասով ձեր տեսակետը վեհապարը, երբ որ կան մարդիկ, ովքեր ասում են, դե գիտեք, պիտի վեհապարը ավելի կոշտ արձագանքի, ավելի կոշտ պետք է եկեղեցին գործի, ի վերջո վեհապարը ոչ քաղաքական գործիչ է, ոչ կուսակցական է, ոչ կուսակցությունն է, վեհապարի ուժը, զորքը հայ ժողովուրդն է, հայ մարդն է, այս մասով մենք ինչ ունենք անելու, Տիկին Աղաջանյան, խնդրեմ։ Գիտեք, ես չէի համաձայնի, որ մայրաթոռը ապտակ է տվել, մայրաթոռը պարզապես իր վեհությունից եւ իր իմաստության բարձրությունից հստակ ներկայացրել է իրավիճակը, փաստելով այն, ինչ որ ըստ կարգի եւ ըստ
եկեղեցական ուրեմն կանոնագրքի դա կարող է որակվել։ Այստեղ մենք ճիշտ գնահատականներ տանք, որովհետև շատ հաճախ, ինչպես դուք ճիշտ նշեցիք, մարդիկ ենթադրում են, որ մայրաթոռը այսպես պիտի սուրը հաներ եւ ինչ որ հարցակում գործեր, ինչ որ բաներ ասեր։ Ես էլի բազմիցս նշել եմ, որ մեր հանրության մեջ այդ ինչ որ թյուր պատկերացումը կա եւ մենք դա վերագրել ենք թե ռուսական կողմին, թե իրանական կողմին, թե արևմտյան կողմին, հա, որ եթե ինչ որ մի բան է լինում, ուրեմն պետք է մեր պատկերացումներով դրանք այսպես ակլորակռիվ սկսեն եւ դրանով փորձեն ինչ որ ավելի ուժեղ կամ ավելի կարեւոր երևալ։ Մայրաթոռը շատ ճիշտ է վարվում, ինչպես ասեցի, իր բարձունքի վրա գտնվելով եւ թույլ չտալով, որ այս իշխանությունների սադրանքները բերեն ներքաղաքական եւ ներհասարակական ավելի մեծ պայթյունի եւ բևեռացման, որը բացարձակապես օգուտ չի տա մեր հասարակությանը։ Մի կողմից նրանք նաեւ սրանով կրթում են մեր ժողովրդին բացատրելով եկեղեցական այն կարգերը, որոնք գործում են եւ որոնց մենք շատ հաճախ ուղղակի այսպես հպանցինք ենք առնչվում, որովհետեւ դա այն դաշտն է, որը իր օրենքներն ու արարողակարգային պայմաններն ունի, որոնց հետևում է եւ որոնց ուղղակի հավատացյալները պարտադիր չէ, որ ամբողջ խորությամբ տիրապետեն եւ մյուս կողմից էլ նա շատ ավելի հեռուն է նայում խնդիրների առումով, թույլ չտալով, որպեսզի հանրությանը ներքաշեն այն ուրեմն բևեռացման, այն էլ ավելի պարակտիչ process-ների մեջ, որին ձգտում է այս իշխանությունը։ Եվ այս պարագայում ես կարծում եմ, որ վեհափառը եւ մեր ամբողջ եկեղեցական դասը, հատկապես վերին էշելոններում գտնվող եւ բազում փորձություններով ու բազում խնդիրների լուծման միջով անցած մարդիկ շատ ավելի խելամիտ որոշումներ են կայացնում եւ պետք չէ սեփական ցանկություններ կամ այսպես ասած թաղային կամ բակային լուծումների մակարդակով մոտենալ եկեղեցու հետ կապված խնդիրներին։ Ի վերջո եկեղեցին անցել է 1700 տարվա պատմությունով բոլոր, այսպես ասած, մեր վրայով անցած գնացած ուժերով եւ կարողացել է պահպանել ոչ միայն հավատքը, այլև կարողացել է անբեկանելի եւ անքակտելի մաս դառնալ հայկական ինքնության, առանց եկեղեցու հայկական ինքնությունը այն տեսքով եւ այն ձևով, որ մենք ունենք, լինի թե մեր այբուբենի միջոցով, լեզվի միջոցով, մեր մշակութային ժառանգության փոխանցման միջոցով, գիտական աշխատությունների միջոցով, ուղղակի այսօր այս դարում մեզ հասույթ չէր լինի։ Ես միշտ այս օրինակը բերում եմ ի տարբերություն տարբեր ուրեմն քրիստոնեական ու եկեղեցիների, որ հայկական եկեղեցին առանձնանում է նրանով, որ նա միշտ եղել է լուսավորության ու կրթության ջահակիրը եւ այս առումով էապես տարբերվում է թե կաթոլիկ եկեղեցուց, թե մյուս ուղղափառ եկեղեցիներից, որոնք չեն խորշել փաստացիորեն ճնշման եւ այսպես վախի մթի անգիտության, անգրագիտության միջոցով կառավարել ժողովրդին։ Եվ այդ առումով մեր եկեղեցին էապես տարբերվում է, որտեղ նրանք իրոք այդ լույսի, հավատի, սիրո արտացոլումը ու կրող եկեղեցին է։ Այն, որ փորձ է արվում եկեղեցին այսօր որպես կառույց, որպես ինստիտուցիոնալ կառույց ոչնչացնել, դա էլ պատահական չէ։ Այս իշխանությունները, ինչպես ասել եմ, ձեռնամուխ են եղել դեռևս 18 թվականին, այդ նոր Հայաստան, նոր հայրապետ շարժման միջոցով, այն ժամանակ իրենք չունեին եկեղեցու առումով հանրային այն աջակցությունը, որ իրենք փորձում էին ստանալ, եւ անգամ եթե ես չեմ սխալվում, հիշողությունից չի դավաճանում, այդ սկզբնական շրջանում այս իշխանության ղեկին նստած անձնավորությունը հանդիպել էր Արամ առաջին կաթողիկոսին եւ փորձել էր նրան առաջարկել, որպեսզի նա ուրեմն դառնա հայաստանյաց առաքելական եկեղեցու կաթողիկոսը էջմիածնում, սակայն պատասխանը ճիշտ պատասխանն էր ստացել, բացատրվել էր նրան, որ դա անընդունելի եւ եկեղեցու գործերին միջամտելու, այսպես ասած քիթը խոթելու նման գործերին նա իրավասություն չունի եւ նա հետ էր կանգնել այդ պահին։
Այսօր փաստացիորեն իրենք փորձում են եկեղեցու ճեղքման, պառակտման ինչ-որ հակաթոռ մի բան ստեղծել, քահանաների ինչ-որ շերտի ներգրավելով, որոնք դատելով նրանց պատմություններից ու նրանց անցած ճանապարհից, նրանց վրա բավականին ակնհայտորեն կոմպրոմատներ կան, որոնք օգտագործելով իրենք փորձում են այս մարդկանց ներքաշել իրենց հայ ժողովրդի համար եւ մեր պետության ու հայրենիքի համար կործանարար ծրագրերի մեջ։ Եկեք հասկանանք, որ իրենք խոշորացույցով ման են գալիս, որպեսզի գտնեն այդպիսիներին եւ փորձեն դրանով ինչ-որ մի բան անել, եւ այս անձի հետեւական քայլերի մասին է խոսում նաեւ այն, որ նա հիշեք ինչ-որ նոր կանոնագիրք էր ուզում ստեղծել, նոր ժամանակավոր պաշտոնակատար էր ուզում նշանակել ամուսնացյալ քահանայից, եւ մենք տեսնում ենք, թե սլաքները ուր են տանում եւ ուր են բերում։ Այն ինչ որ տեղի է ունենում Հովանավանքում եւ այն ինչ որ փորձելու են անել, եթե չեմ սխալվում, Թալինի եկեղեցում, դրանք եկեք հասկանանք, որ դրանք եկեղեցական ծիսական արարողություններ չեն, դա քաղաքացիական պայմանագրի միջոցառում է պատարակ անունով։ Եվ սա որևէ կերպ եկեղեցու հավատքի կամ Աստծո հետ առնչություն չունեցող բան է, սա իրենց պահվածքը շատ նման է, իրոք նշեցի աղանդավորական ուրեմն խմբերի պահվածքին, իր խոսույթը, իր այս ներկայացումը եւ այն կերպարանափոխությունները, որ նա պարբերաբար փորձում է անել, այսպես զգեստափոխվելով տարբեր կերպարներով, դրանով փորձելով նոր դեմք, նոր տեսք ստանալ, որը ուղղակի ծիծաղ է առաջացնում, տպավորություն է ստեղծում, նա դրանով փորձում է ցույց տալ իբրև ինքը նոր այսպես գաղափարներ, սկզբունքների կրող է դարձել։ Եկեք ժողովուրդ հիշենք, որ կարմիր կովը իր կաշին չի փոխում։ Այս անձնավորությունը ինչ եղել է 20 տարի առաջ, 30 տարի առաջ, նույն անձնավորությունն է, ավելի վատ, ավելի խորացած, մեղքերի մեջ թաթախված եւ թշնամու համար գործիք դարձած։ Եվ այս պարագայում պետք չէ խաբվել ոչ իր այսպես կերպարների տարբեր փոփոխությանը, ոչ նրա խոսույթի ըստ իրավիճակի եւ պայմանների տարբեր փոփոխություններին եւ ամենավատը նա է, որ նա այսինքն նրա այս պահվածքը նաեւ ցույց է տալիս ժողովրդի հանդեպ կամահրական վերաբերմունքը։ Իրեն թվում է, թե ժողովուրդը շատ կարճ հավի հիշողություն ունի եւ իր այդ պահի ինչ որ կերպարով պիտի առաջնորդի մոռանալով նրա արածները եւ ասածները։ Մի մարդ, որը պատերազմ է բերել, 3 պատերազմ է բերել, մի ամբողջ սերունդ է գլխատել, մեր այս մի բուռ հայրենիքի ամենաանխաթար մնացած հատվածներից մեկը նվիրաբերել է մեր դարավոր թշնամուն եւ այսօր էլ սպասարկում է այդ թշնամու կամահաճույքներն ու ցանկությունները, հիշեք, երբեք չի կարող որևէ լավ բան անել, գողը չի կարող արդար դատավոր լինել։ Մարդ, որը իր էությամբ, մտածողությամբ, հոգեկերտվածքով միշտ խաբեությանն է դրդված եղել եւ իր գործունեությամբ դրանով է առաջնորդվել, չի կարող արդարություն, ազնվություն կամ բարեկեցություն մարմնավորել։ Սա ուղղակի հիշեք, դա ընդհանրապես ձևական, թատերական ներկայացման, ինչպես ասում եմ, հերթական դերն է, որ ինքը ստանձնել է կատարելու հստակ նպատակով այս ժամանակն էլ անցնել, ինչ որ մի բան շահել, որպեսզի հնարավորություն ունենա իր հանձնառությունները կատարել։ Նա իր ելքի համար, այսպես կանաչ ճանապարհ է փորձում գծել, բայց այդ ճանապարհները արդեն ոչ միայն դարձել են արահետներ, այլև փշերով են պատվել, հենց զուտ այն պատճառով, որ նա հավակնել է եւ հանդգնել է մեր հայրենիքը վաճառքի հանել։ Սա շատ կարևոր հանգամանք է, որ մենք միշտ պիտի հիշենք հատկապես այս առաջիկա ընտրությունների ժամանակ վաղարշապատում եւ ժողովուրդը իր լուր անհամաձայնությամբ, իր քվեարկությամբ, ինչպես ասում են, դուք ոտքով պիտի ձեր անհամաձայնությունը արտահայտեք, պիտի գնաք ընտրատեղամասեր եւ ցույց տաք, որ այս իշխանությունները այլևս
գոյության իրավունք չունեն մեր երկրում, նրանց քաղաքականությունը, նրանց այս տրկահպատակ վարքագիծը, նրանց այս հանձնվողական, պարտվողական մոտեցումն ու հոգեբանությունը բացարձակապես հայության, հայի ինքնության հետ կապ չունեն եւ այլ ավելի են վտանգելու մեր գոյությունը որպես ազգ, որպես պետություն եւ մենք իրոք կանգնած ենք գոյաբանական սպառնալիքի առջեւ։ Մի մտածեք, որ դա շատ երկար է տևելու, շատերը 20 թվականի պատերազմից հետո հույս ունեին, որ դեռ 5 տարի ունեն, մենք հասկացանք, որ ամեն ինչ շատ ավելի արագ է արվում եւ դա նաեւ այս իշխանությունների ձեռագիրն է հանկարծակիությունը օգտագործել, որպեսզի ժողովուրդը չկարողանա համապատասխան արձագանքը տալ եւ հետո փաստի առաջ կանգնեցնելով ասել դե մենք ինչ անենք, այսպես ստացվեց, ուրիշ տարբերակ չունենք, ինչպես հիմա կանգնում ասում է, չեք ուզում հեղափոխություն արեք։ Այսինքն մենք հասկանում ենք, որ իր կողմից այդ ովքեր փորձում են իշխանապահության օրինական ճանապարհը տանում այո, իր կողմից մամլիչ ուրեմն գործիքը սկսել է գործադրվել եւ այս առումով ես կարծում եմ, թե եկեղեցին շատ խոհեմ է վարվում, թույլ չտալով նրան ծավալվել իր սադրիչ գործողություններում, թե ընդդիմությունը շատ հաշվարկված քայլերի պիտի գնա, որպեսզի թույլ չտա ժամանակից շուտ գլխատելու, ամբողջովին գլխատելու ընդդիմադիր դաշտը եւ դրանով իսկ իր համար այսպես անխոչնդոտ վերընտրման հնարավորություններ ստեղծել եւ ել ավելին հասկանալ, որ մենք գործ ունենք մի անձնավորության հետ, որը չի խորշելու ամենազազրելի միջոցների դիմելու վերընտրվելու համար, ամենաաներևակայելի քայլերի դիմելու վերընտրվելու համար։ Մենք չպիտի անտարբերության ենթարկենք ցանկացած լուր, որը թվում է անհավանական, այլ հասկանանք, թե նման դրսևորումների պարագայում ինչպիսի գործիքակազմով կարող են կանխել նման ուրեմն խախտումների օգտագործումը ի վնաս մեր ժողովրդի ընտրության եւ արդար ձայնի արձանագրման։ Սրանք հարցեր են, որոնք շատ բարդ են, որովհետեւ մենք գործ ունենք մի մարդու հետ, որի հետևում կանգնած են թե արևմտյան այսպես ուղեղային կենտրոնները, որոնք ամենօրյա ռեժիմով մշակում են ինչպես վարվեն, ինչպես այսպես ասած մեր ժողովրդին հերթական խապկանքի թակարդը գցել եւ թե թուրքականը, որը իր նենգությամբ հայտնի է եւ դարերի ընթացքում մշտապես այսպես խոստումնազանց լինելով հանդերձ իրականացրել է հետևողականորեն իր քայքայի ճուղավերից ծրագրերը։ Նավաջանյան, բայց ի՞նչն է հետաքրքիր, վերջերս բրիտանական էքսպրես բարբերականը կարծեմ զեկույց էր պատրաստել ըստ էության մատնանշելով, որ քրիստոնեությունն ընդունած առաջին պետությունը պետության ներսում հալածվում են քրիստոնյաները, այս մասով մինչև արդեն անգամ միջազգային, այսպես ասենք, հարթակներում է սա լուրջ քննադատության առերեսվում։ Գիտեք, ես արևմտյան հարթակներին վաղուց լուրջ չեմ վերաբերվում, իմանալով, թե նրանք ինչպես են դարձել այդ քաղաքական, քարոզչական մեքենայի մասերից մեկը։ Չբացառենք, որ հաշվի առնելով ժողովրդի գերգերագույն մեծամասնության անհանդուրժողականությունը եկեղեցու հանդեպ ծավալված այս արշավին, նրանք ուղղակի իրենց փորձում են ապահովագրել նմանատիպ հոդվածներով, իբրև թե արձանագրելով իրենց անհամաձայնությունը այս քայլերին, բայց ընդհատակյա գործիքներով եւ հրահանգներով ոչ միայն ուղղորդելով, այլև ձևերը ցույց տալով, թե ինչպես այդ արշավը առաջ տանել եւ ինչպիսի միջոցներով փորձել հաջողություն արձանագրել, բայց ես վստահ եմ, որ նաև մեր ժողովրդի դարավոր հիշողությունը եւ գենետիկ նաև մակարդակում գտնվող ինքնապաշտպանական այդ գիտակցությունը թույլ չի տա ենթարկվելու նման սադրանքների, այդ նույն արևմտյան կենտրոնների ծրագրերը եւս իդերև անելով։ Եվ մեր ռազմագերիների մասով այս իշխանությունը ամեն կերպ փորձում է թաղել է տիրողությունը, բայց արդեն Բաքվում մեղադրական միջոցների փուլ են անցնում։ Խնդրեմ։ Գիտեք, ադրբեջանական կողմը արագացված կերպով այս շինծու դատավարությունը իրականացրեց, շատ լավ հասկանալով, որ պահը գալու է եւ նա
պետք է այդ խաղաքարտը եւս առևտրի առարկա դարձնի, իսկ դրա համար իրեն պետք է արհեստական ինչ-որ հիմքեր ստեղծել հետագայում կեղծ դատավարական հայցեր ներկայացնելու համար, ավելին նաև ամենօրյա ռեժիմով մեզ հերթական ցավը պատճառելով եւ նվաստացնելով ավելի խոցելի դարձնելու զարմանալի չէ, իրենք շատ լավ գիտեն ինչ են իրենցից պահանջում, դա նաև մեծ խարան է արևմտյան երկրների ճակատին, որ իրենք նախ թույլ են տվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարումը եւ մինչեւ օրեսգերիների եւ պատանդարված անձանց ադրբեջանական բանտերում ամենատարբեր խոշտանգումների ենթարկվելը, այլև այն, որ նրանք կուլ են տալիս Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի ամենօրյա ոտնահարումները, այդ թվում նաև մարդու իրավունքների ոտնահարումները, որոնց վերաբերյալ այդ պարագայում եվրոպական, այսպես ասած, կառույցները, արևմտյան կառույցները ուղղակի մի աղմուկ աղաղակ կբարձրացնեին նախկինում, եթե դրա 1000-րդական դրսևորումը լիներ, բայց քանի որ իրենք քաղաքական նպատակներ ունեն, որոնց սպասարկմանը լծված է նաև Ադրբեջանը, իրենք ուղղակի չտեսնելու, չլսելու են տալիս նման երևույթների գոյությունը, սակայն ի վերջո ճշմարտությունը ճեղքում է այդ քաղաքական նպատակահարմարությունից դրդված լռության պատնեշը եւ արդեն հանրային գիտակցության մեջ է սկսվում ամրապնդվել այն, որ ժողովրդավարություն եւ ժողովրդավարական սկզբունքներ ասածը որևէ առնչություն չունեն ներկայիս եվրոպական ղեկավարների հետ, այլ նրանք զուտ իրոք նեոգաղութատիրական այդ գաղափարներով տոգորված իրենց ֆինանսական եւ քաղաքական հեգեմոնիան պահպանելու նպատակով, այո, պատրաստ են անգամ ցեղասպանության ենթարկելու ժողովուրդների, հայրենազրկելու ժողովուրդների, ինչը մենք տեսել ենք 20-րդ դարի սկզբին եւ դրա հետ կապված ոչ միայն այդ ծրագրերը հղանալու, դրա իրականացումը անելու եւ դրա պարտակման գործընթացին ակտիվ մաս դառնալու։ Ուղղակի պարբերաբար մենք կլսենք տարբեր եվրոպացի խորհրդարանականների կողմից, տարբեր ինչ-որ ուղեղային կենտրոնների կամ հոդվածագրերի կողմից տարբեր նմանատիպ հոդվածներ, որոնք ավելի իրենց երեսը պարզանելու, հատկապես հետագայում, որպես խաղաքարտ օգտագործելու համար ուղղակի այդ նպատակին են ուղղված։ Եկեք հասկանանք, որ այսօրվա Եվրոպան ոչնչով չի տարբերվում փաստացիորեն նախա երկրորդ համաշխարհային պատերազմի, այսպես ասած, գաղութային պետությունների ղեկավարներով առաջնորդվող Եվրոպայից եւ մեր այն լուսավոր հավատը, որ մենք ունեինք ժողովրդավարության, միջազգային իրավունքի, մարդու իրավունքների, մարդասիրական իրավունքի հանդեպ, դա ուղղակի ամենակոպիտ ձևով ոտնահարվել է։ Դա կա եւ դա պահպանվում է այնքանով, որքանով մենք ինքներս դա կպահենք եւ մենք կպահանջենք մյուսներից պահպանել։ Այդ պահանջատիրությունն են մեզանից ուզում հանել եւ այդ պահանջատիրությունից հրաժարվելն է բոլոր դրա դրսևորումներում, որ տեղ էր գտել նաեւ օգոստոսի 8-ի այդ փաստաթուղթ կոչված թղթի մեջ, որտեղ հերթական անգամ ուղին էր գծվել միջազգային հայցերից հրաժարվելու եւ ադրբեջանական ցանկությունները եւ Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների համար անպատժելիությունը ապահովագրելու համար։ Մենք որպես ժողովուրդ չպիտի դա թույլ տանք, չպիտի թույլ տանք ոչ միայն Հայաստանում, այս թե առաջիկա ընտրությունների, թե հաջորդող քայլերի պարագայում եւ գալիք ընտրության ժամանակ այս իշխանությանը հեռացնելով եւ իրոք մեր խնդիրների համար տեր եւ պահանջատեր լինելու հանգամանքը արձանագրելով, այլև Սփյուռքում, որտեղ մենք ունենք շատ լավ լծակներ եւ կարող ենք օգտագործել, պարզապես Սփյուռքը այս իշխանությունների ձեռամբ եւս բավականին ծանր վիճակի մեջ է հայտնվել եւ այն լծակները եւ այն գործիքակազմը, որ Սփյուռքը ունի, այսօր մի տեսակ այսպես
անտերության է որոշակի մատնվել, բայց կարծես Սփյուռքը սկսում է իրեն վերագտնել, վերակազմակերպվել եւ այդ իրենց պահանջատիրական եւ իրավունքների պաշտպանության դիրքերից հանդես գալով բարդ վիճակի մեջ դնել իշխանություններին։ Դուք նշեցիք, որ օգոստոսի 8-ի հետ կապված, նաև մեր գերիների պատանների հետ կապված, ես ասացի, որ ադրբեջանցիները արագացնում են գործընթացները, որովհետև առաջիկա նահանգների ընտրությունների ժամանակ ամեն մի ձայնը հաշիվ է լինելու։ Եվ այս պարագայում պատահական չէ Տրամպի կողմից գերիների հարցի բարձրացումը, եւ հիմա նա այսպես քրիստոնյաների շահերի պաշտպանի դիրքերից է փորձում հանդես գալ, բայց սա զուտ քաղաքական ժեստ է, այս քաղաքական ժեստից կարելի է օգտվել եւ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ պահը եկ այդ ժամանակ Թրամփը չի խորշելու օգտագործելու ճնշումը Ադրբեջանի վրա, որպեսզի նա ուրեմն փոխանցի մեզ թե գերիներին, թե պատանդարված Արցախի ղեկավարությանը, ինչին այս իշխանությունները բոլորին ցանկություն չունեն տեսնել Հայաստանում, զուտ իր ձայները առաջիկա ընտրությունների ժամանակ ապահովագրել, հայկական համայնքի ձայները ապահովագրելու համար։ Եվ այս պարագայում Ադրբեջանը փորձում է օր առաջ իրեն իրավական այսպես մեխանիզմներով ապահովագրել փաստաթղթային որոշակի հիմքեր, որը հետո կարողանա փորձել օգտագործել Հայաստանին։ Բայց այդ բոլոր փորձերը շատ հեշտ կարելի է չեզոքացնել զուտ իրոք միջազգային իրավունքի եւ սեփական իրավունքների պաշտպանության դիրքերից հանդես գալու պարագայում։ Եվ վերջին հարց, մենք իրոք ապրում ենք այնպիսի անառողջ իրականության մեջ, որ տեսնում ենք անընդհատ կամ լսում ենք մահեր, սպանություններ, դժբախտ դեպքեր, երևի ամենասարսափելին այդ անհետ կորած 3-ամյա Տիգրանի մահները եւ բացահայտումը, որ սպանվել է սեփական նոր ձեռքով, այս մասով Տիկին Նահաջանյան եւ բացի այդ նաեւ այս համատարած սպանությունները երեք ներքին գործերի նախարարը պնդում է, որ ըստ էության Փարաքյանում տեղի ունեցած գնդակահարությունը Վալոդիա Գրիգորյանի հետևալի տեղի ունեցած իրադարձությունների վենդետայի վրա է շեշտը տանում, բայց դա որևէ նշանակություն չունի, եթե անգամ այդպես է, ինքն է միայն պատասխանատուն, որ չեն կանխել այդ աղետը, որ եղավ այլևս։ Խնդրեմ մեզ մասով ձեր տեսակետը։ Գիտեք, մենք ունենք այն, ասում են, ինձ ցանես այն կհնձես։ Այս իշխանության, այս չարի պառակտման, ագրեսիվության, ամենաստորին բնազների վրա հենվելու այս հանրային քաղաքականության հետևանքը սա պիտի լիներ։ Երբ որ դու մարդկանց զրկում ես արդարադատության գործիքակազմից, եւ ակնհայտ է բոլորի համար, որ մենք այսօր հսկայական դեֆիցիտ ունենք, հա, եթե պատվերով կալանավորվում են, գործեր են կարվում, կեղծ ձայնագրություններ են արվում եւ այլն, շարքը կարելի է անվերջ շարունակել, եւ երբ ունես իշխանություն, որ քրեական օրենսգրքի գրեթե բոլոր հոդվածներով մեղքեր ունի գործած եւ որևէ պատժի չի արժանանում, այս պարագայում արդեն հանրությունը սկսում է դրսևորել այն վատ բնազները, որոնք կանխարգելման որևէ գործիքի տակ չեն մտնում։ Եվ դրա համար մենք ունենք այս ագրեսիվության սարսափելի դրսևորումներ, որ ամենահիմար պատրվակով դու կարող ես դանակահարություն կամ ատրճանակի օգտագործում տեսնել։ Մենք ունենք այս հաբրգացության այս աստիճանը, երբ որ ինչ-որ մեկը իրեն իրավունք է վերապահում թելադրելու մեկ ուրիշին, ինչպես շնչել, արտաշնչել, ինչպես վարվել, այսինքն տարական խնդիրները խոսքային մակարդակով քննարկմամբ լուծելու կուլտուրան հասել է այդ ակլորակռվի մակարդակի խնդիրները լուծելու, բայց դա պատահական չէ, որտեղ մենք տեսնում ենք նույն վարքագիծը իշխող խմբակի կողմից ԱԺ-ում, մենք տեսնում ենք նույն վարքագիծը իրենց պահվածքում, երբ որ ուժային կառույցներին սեփական գրպանի գործիքի պես սկսել են օգտագործել իրենց քմահաճույքները բավարարելու եւ անգամ ժողովրդի սեփականություն հանդիսացող եկեղեցին այսպես արգրավելու համար, մենք այսինքն այս ամեն դրսևորումները ամենօրյա ռեժիմով ցույց են տալիս, որ դու ինքդ քո դա խնդիրը քո ձևով կարող ես լուծել, իսկ արդեն հարցը թե այդ մարդը իր ձևով ինչպես է պատկերացնում, որպես կանոն այն հասարակությունը, որը տեսնում է, որ
մարդկանց փորձում են վախի սպառնալիքի տակ ինչ-որ ստիպել հարցեր լուծել, ինքն էլ է սկսում այդ գործիքները օգտագործել, իրեն ենթադրելով մանավանդ, եթե իշխող խմբակի հետ որևէ առնչություն ունի, որ նա անպատժելիության կամ իր գործած մեղքը ինչ-որ մի ձևով կոծկելու և դրանից խուսափելու, պատժից խուսափելու հնարավորություն կունենան։ Եվ դրա ակնհայտ դրսևորումը հենց Փարաքարի դեպքն է։ Առաջինը, որ բացարձակապես ես ինչքան հասկացա իրենց իսկ վկայություններից, փետրվարի սպանությունը կապ չի ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հետ, առավել ևս, եւ երկրորդ, եթե նման խնդիր գոյություն ունի, ապա դու էլ ավելի զգուշավոր ես լինում այդ անձնավորության անվտանգությունը ապահովելու առումով եւ ոչ թե փորձում ես դա ինչ-որ վենդետա անվան տակ արդարացում գտնել։ Կներեք, այդ ընկեր կոչված մեղադրվողը սպանության մեջ այլ միջոց չկար սպասելու մինչև դատական ուրեմն ատյանները իրենց լուծումները տան, դատավճիռները կայացնեն եւ իր ձեռքն էր վերցրել խնդրի լուծումը, թե նրան որոշակի կերպով դրթել էին, որպեսզի այդ քայլին գնար, այլ քաղաքական նպատակներ հետապնդելով։ Պարզապես իրենց արած գործողության կամ իրենց սադրած գործողության արդյունքում չստացան այն պատկերը, ինչ որ իրենք ենթադրում էին եւ հիմա փորձում են ուղղակի նեղացնել դա քրեական ինչ որ հանցագործության մեջ զետեղելով դրա իրական հիմքերը եւ իրական դրդապատճառները հանրությունից թաքուն պահելու նպատակով։ Մենք իրավունք ունենք բոլոր այս հարցադրումներն անելու, որովհետեւ շատ լավ գիտենք, թե ինչ ձեռագիր ունի այս իշխանությունը եւ մի իշխանություն, որը չի զլացել Արցախը նվիրաբերելու մեր դարավոր թշնամուն եւ մաս դառնալու Արցախի հայաթափման գործընթացին, նա ամեն ինչի ուղղակի ընդունակ է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։